Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանում։ Այս ծրագիրը եւ բոլոր ծրագիրները հեռարձակող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծեր հեռախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Փոթորիկ է տեղի ունենում մեր Ամերիկայի հարավում, Իսրայել եւ Համասի մասին պիտի խոսեմ։ Մեկ օդանավին վերաբերող Սան Ֆրանցիսկո էրպորտում տեսնեք ինչ տեղի ունեցավ մեկ ուսուցիչ 2023-ին 6 տարեկան երեխան ատրճանակերպերին ու կրակերներ իր վրա այսօր դատավարություն էր տեղի ունենում դրա մասին խոսեմ Amazon մեծ ընկերության մասին պիտի խոսեմ որ իր աշխատակազմը աշխատողների 14000 անձի աշխատանքից հանում է, տեսնենք ինչու մեկ նավակի մասին, որ նախագահ Թրամփը նաև նորից հրաման տվեց եւ ռմբակոծեցին նավակը, դրա մասին խոսեմ, healthcare-ի մասին խոսեմ, ներկայացնի տուն եւ սենեթի աշխատանքը կանգնած է հիմա եւ կառավարությունը չի աշխատում դրա համար դժվար կացություն է ստեղծված 22 միլիոն մարդ որ Affordable Care Act ունի եւ նաեւ այս գումարը SNAP քիչ հետո բացատրություններ որ մյուս ամիս չեն ստանալու 40 առնվազն 2 միլիոն մարդ նրանից հետո պետք է խոսեմ Ժապոնիայի վարչապետը, նորընտրյալ վարչապետը այստեղ Ամերիկա, այսինքն Ժապոնիայի Թրամփը այցելել այնտեղ հանդիպում ցույց տամ ցես, հետո Նորթ Քարոլայնայի մասին վերաբերող ցույց տամ եւ վերջավորությանը կապիկներ էին տեղափոխում, թրաքը շրջվում է, տեսնեք ինչ է պատահում, եթե հասցնեմ այդքանը Իսկ նախքան խոսել այս նյութերի մասին պետք է հիշեցնեմ Շանթ հեռուստաալիքը Հայաստանից ուղիղ Հայվիժնի միջոցով միանում է եւ Spectrum-ի 1629 եւ 381 ալիքներով հեռարձակվում է հարավային Կալիֆոռնիայում։ Սա իրենց հեռախոսահամարն է, այսինքն եթե ռեգլամ պիտի տեղադրեք, խնդրեմ զանգահարեք այս հեռախոսահամարին։ Ուրեմն եթե դուք ձեր բիզնեսը ուզում եք գովազդեք շանթի մեջ, զանգահարեք այս հեռախոսահամարին։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել փոթորիկ է խիստ տեղի ունենում Կարիբիան Ամերիկայի հարավում, Ջամայկա, հետո Կուբա եւ այդպես, տեսնենք ինչ է տեղի ունենում, ուզում եմ այստեղ բացատրեմ, տեսեք այստեղ Ջամայկայում մեծ վնաս 185 մայլ ժամական սա փոթորիկ է, պատկերացրեք 300 կիլոմետրից ավել շատ, անձրև է, երբ այդպես փոթորիկը անձրև է, տեսնում եք օվկիանոսը ալեկոծված և հարվածում է քաղաքին, այստեղ տեսնում եք տեղի ունեցող դեպքերը, մեկը մյուսի հետևից շենքերը տապալում է, Ջամայկան տեսնում եք այդ 185 մայլզը, ասացի 300 մայլզ կիլոմետրից, շուտ 300 կիլոմետր ժամականից ավել, ամեն ինչ վնաս է հասցնում, հիմա պատկերացնում են, որ ոչ թե ամիսներ, այդ տարիներ կարող է էլեկտրականություն չունենան այս վնասը, տեսնում եք ոմանք այդտեղից ուզում էին փախուստ տան, արդեն օդանավակայանը փակել են, մարդիկ այդ որովհետև վտանգավոր է ուրիշ շենքերը, օդանավակայանի շենքը շատ ապահով է, այդտեղ պարկել էին, մինչև տեսնեն ինչպես կարող են փրկեն իրենց, ամենահզոր սա երկնքում տեսնում եք այդ փոթորիկն է կենտրոնացած էր այդ շրջանում
ամենահզորն է այդ երկրի համար։ Մինչև այսպես փոթորիկ տեղի չի ունեցել, ինչ որ այդտեղ տեղի ունեցել։ Հիմա անցնելու է դեպի Կուբա եւ ուրիշ այդ կղզիները բոլորը վտանգի մեջ են չորեքշաբթի վաղը, այսօր երեքշաբթի գիշերը ինչ որ խոսում են վաղը, չորեքշաբթի կրկնության ժամանակ արդեն Կուբան հարվածելու է, վնաս է հասցնում, Բահամաս, Բերմուդա, այստեղ տեսնում եք Կուբայի վրայից անցնելու է բարեբախտաբար դեպի Ամերիկա, այսինքն Ֆլորիդա այդ շրջանը չի գալիս։ Ամենախոշոր փոթորիկներից մեկն էր, եթե կարա Ամերիկա նաև բիլիոնավոր դոլար վնասներ պիտի հասցներ։ Պատկերացրեք անձրև նաև մեկ ժամում 20-ից 40 սանտիմետր, 50 սանտիմետրից մի մետր անձրև է իջնում այս փոթորիկի բերումով, ինչ որ այստեղ տեսնում եք։ Նսեք նավակն է ինչ որ տարեն է ուր է հասցրել։ Տեսնում եք այդ սյուներները էլեկտրաթելերի բոլոր տեղից քանդեն է, այսինքն վնասը բիլիոնների գումարի մասին է վնասը, այսպես տեսնում եք միայն այն շենքեր, յուրահատուկ շենքեր, տեսնում եք ոմանք գնում են փոթորիկը, այսինքն մոտենում են, որ կարողանան զեկուցեն օդանավետ, այն ինչ որ միջում նման մարդիկ կան, որ ուսումնասիրում են փոթորիկը, չեն կարողանում մոտենան, որովհետև այնքան հզոր է այս փոթորիկը, դրա համար հետ են վերադառնում, այսինքն ուսումնասիրելը նաև դժվարին է դարձել։ Հիմա այստեղ տեսնում եք Atlantic Basin Կուբայի վրայից պիտի անցնի, այդտեղ 145 մայլ ժամական կհասնի, բայց էլի մինչև կարող է 175, ասացի 300 կիլոմետրից ավել զոր է, տարածքները տեսնում եք Կուբայի վրայից անցնելու է, չորեքշաբթի առավոտ աչքը կարևոր է, Բահամաս տեսնում եք և անձրևը տեսնում եք, որ 20 սանտիմետր, 10 սանտիմետր այսպես վիճակ է ստեղծվելու իրենց համար և մեր հարավում ինչ-որ տեսնում եք այստեղ։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից Իսրայել և Համասի մասին խոսեմ։ Իսրայելը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Այսպես երկուսն էլ տեղագործներ են, հայր և դուսրիր են, այսինքն 35 տարի ավել է Գլենդելում աշխատում է Կալիֆորնիա և բրանդի հատման կետին շատ մոտ է, տեղատուն ունեն իրեն, այսքան տարի դոկտորը զբաղվում է, հիմա իրենց նոր կենտրոնը բաց են անելու Sunland քաղաքում։ Մենք առ ժամանակ հետո այդ տեղատունը Sunland-ում, որ պիտի ծառայի Sunland, Թահանգա, Սիլմար, Սիմի Վալի, այդ շրջանները ծառայելու է, Ռախուսայ ինչ որ տեսնում եք, և ես ձեզ կհայտարարեմ, երբ տեղատունը բացվելու է, ամենայն դեպս զանգարեք հավելյալ տեղեկությունների համար, Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը, եթե Դուբայում կալված եք ուզում գնել, դա կոնդոմինիում կլինի, առանձնատուն կլինի, որ տարեց տարի կինը այնտեղ շատ արագ բարձրանում է, ով կնենե 10 տարի առաջ մեծ շահավետ է դուրս եկել, ամենագեղեցիկ ասում են տարածքներից է, ես չեմ եղել, բայց Դուբայի ասում են հիմա անապատի մեջ չտեսնված կառույցներ կա, հոթելներ կա, ռեստորաններ կա, ամենայն դեպս սա հեռախոսահամարն է, դուք ոչինչ չեք վճարում իրեն, որովհետև վաճառողը պիտի վճարի իրեն, ուրեմն անվճար կարող եք խորհրդակցեք իր հետ, եթե ցանկություն եք։ Ծրագիրը հովանավորում է ESA quality-երն է հովանավորում ծրագիրը, ESA quality-երը ձեզ առաջարկում, եթե ձեր սիստեմը ջեռուցման կամ air conditioning-ի սիստեմը մաքրման կարիք ունի, սերվիսի կարիք ունի, ընդամենը $89 է։ Իսկ լրիվ unit-ը եթե պիտի փոխեք, installation, repair և maintenance, դա այդ աշխատանքը նաև կատարում են
զանգարեք այս հեռախոսահամարին, իրենց հետ խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է նաև Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Orange Shipping-ը գտնվում է Sherman Way, North Hollywood։ Եթե մի ծանրոց իրենց հանձնեք, երկրորդ ծանրոցը կես կինն եք վճարելու, այստեղ տեսնում եք։ Որևէ չափի մեջ լինի, չի տարբերում 50% զեղչեք ստանալու երկրորդի համար։ Ծրագիրը նաև հովանավորում է Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, վարձենեք ապարտման կամ առանձնատուն վարձենեք, եւ այդ ձեր վարձած բնակարանը մրջուններ կա, միջատ կա, պահարանը բացում եք, տեսնում եք միջատները վազում, գնում, գալիս են, մուկ կա, զանգարեք այս հեռախոսահամարին, դուք ոչինչ չեք վճարում, եթե ինքը հաջողի ձեզ համար բնակարանի տիրոջից, ապարտմանի տիրոջից գումար վերցնի ձեզ համար, հետո իրեն կվճարեք հեռախոսահամարը նշանակեք ձեզ մոտ կվերադառնա։ Ամսի 20-ին այս հոկտեմբերի ձեզ հաղորդել էի, որ Համասը եւ Իսրայելը համաձայնության եկել էին, որ զինադադար լինի եւ փոխանակում լինի 20 ողջ իսրայելցի պատաններին Համասը հանձնեց Իսրայելին, այսինքն Կարմիր խաչին, Կարմիր խաչը հանձնեց Իսրայելին, իսկ նաեւ այդ համաձայնագրի մեջ այսպես էր, որ 28 դիագները, այդ գիտեք, երբ որ Համասը հոկտեմբերի 7-ին 2023 թիվ մտել էր Իսրայել, մոտարապես 252 գերիներ էր տարել, որ նախապես 100 հոգու արձակեցին, հետո մի 40 հոգի եւ ահա այսպես մնացել էին այդ դիագները 92% Գազայի կամ Ղազայի տարածքը 92% Իսրայելը ռմբակոծել է հողի հետ հավասարեն է, այդ պատանները եւ Համասի այդ զինվորականները այս փլատակների տակ մնացել են։ Դժվար է, Համասը ասում է դժվար է, որ մենք կարողանանք սրանք հանել, պետք է ժամանակ պետք ունի։ Իսկ Իսրայելը անընդհատ ասում է Համասը խախտում է այդ համաձայնագիրը, չի հանձնում մեզի այդ դիագները, ողջերին անմիջապես հանձներ են, իսկ դիագները այդպես հեշտ չի։ Ամենայն դեպս մեղադրում են, որ Համասի այս զինյալները կրակել են դեպի իսրայելցիներ, իսրայելի զինվորականներ, որ դեռ կեսը պարբերն են, կեսը մնացել են իսրայելցի զինվորները, այսպես մեղադրանքով նորից ռմբակոծեց 40-ից ավել մարդ Գազայում սպանել է Իսրայելը։ Ես այստեղ ուզում եմ հիմա ձեզ ցուցադրել տեղի ունեցող դեպքերը, ինչ որ տեղի ունենում։ Այստեղ տեսնում եք Նաթանյահուն է, որ ասում է ես Ամերիկային ասել էի ու պետք է ռմբակոծենք, որովհետև խախտում են համաձայնագիր, ինչ որ Թրամփը միջամուխ էր եղել եւ այսպես ասում է Gaza Strip հարվածելու եմ եւ հարվածել է այսպես powerful strike in Gaza, այսպես տեսնում եք 4 ռակետ ասում է Համասը ղրկել է։ Սրանք իսրայելցի նրանք են, որ մահացած են եւ իսրայելցիները ցանկություն ունեն իրենց դիագները ստանան։ Ես մի հետաքրքիր երևույթ, որ Իսրայելի, եթե հետ վերադառնանք, ում որ տեսնում եք Իսրայելի վարչապետի խոսնակն է սա, որ հայ է, այստեղ Ամերիկայում էր ինքը, նախապես Սուրիայի կարծում եմ ծնողներ եւ այլն, հետո եկել են Ամերիկա, հիմա ինքը ամենայն դեպս այս երիտասարդ աղջիկը, ում որ տեսնում եք, այսինքն ասում են ամուսնացած է, թե չէ, աշխատում է իր մասին շատ տեղեկություն չլինի social media-ի վրա, Սոսանան, եւ խոսնակը պատկերացրեք վարչապետի Իսրայելի մեկը հայ է, ինչ որ էստեղ տեսնում եք, իրեն շատ հետաքրքիր երևույթ է սա, ամենայն դեպս
Այսպես տեսնում եք Իսրայելը մեղադրում է որ սրանք որոշ ոսկորներ տեղադրում են հողի տակ հետո հանում են ասում են այստեղից են գտել այսպես մեղադրանքներ է ասում Իսրայելը եւ ռմբակոծում է երբ որ իր ցանկությունն է տեսնում եք այդ թունելների մեջ տեսնում եք քանդում են որ կարողանան տեսնեն ուր է մեղադրում է որ Համասը մի քանի լրտեսներին սպանել է ուրեմն իրեն չի լինի վստահել սա հոկտեմբերի 20 այս տարի էր ինչ որ Թրամփը հայտարարեց որ խաղաղություն է բերել այդ տարածքին բայց հիմա այսպես Իսրայելը նորից ռմբակոծել է եւ հույս ունեն բոլորը որ այս ինչ որ տաշինք են կնկել խաղաղություն տերի Գազայում այդպես ուժի մեջ մնա ես ուզում եմ նաև խոսել օդանավակայանների մասին նախ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում մեծ աղետ կարող էր լինել բարեբախտաբար չպատահեց գիտեք այնքան խճողված է այս երկինքը եւ օդանավի կայանում տեղի ունեցավ ինչ որ ուզում եմ ցույց ցուցադրել որովհետեւ որևէ տեղ չկա այսքան զբաղված լինի stop ուրեմն օդաչուին է ասում այստեղ տեսնում եք վերևում տեսնում եք San Francisco International Airport ճամփորդատար օդանավ այնտեղ կա ներքևից նաև գալիս է commercial jet է գալիս business jet վերևից commercial jet օդանավակայանի մեջ այսպես շատ մոտենում են հազիվ կարողանում են փրկել 3000 հիմա ասացի որովհետև կառավարությունը Ամերիկայի կառավարությունը փակ է այսօր 28-րդ հոկտեմբերի 28-ն է 28 օր է որ բյուջետ չունեն վճարելու նրանք որ օդանավակայանում աշխատում են օդանավներին ուղղություն են տալիս եւ նրանք որ երբ գնում եք օդանավակայան ձեր ճամբրուկն են նայում ձեզ են ստուգում եւ այլն աշխատավարձ չեն ստանում աշխատանքի չեն գնում դրա համար օդանավները 3000 flight ուշացում է ունեցել հիմա տեսնում եք 24% երկուշաբթի օրը այդ անցյալ շաբաթ երկուշաբթի օր 24%-ով ուշացում կար այս անցյալ կիրակի մի երկու օր առաջ 44%-ով օդանավի այդ ծրագիրը որ ժամի պիտի բարձրանան եւ այսպես ուշացում կար որովհետեւ աշխատողները հիմա ես ամեն օր աշխատում եմ բացատրել այստեղ ինչ որ երեք նաև բացատրեցի այս երկրում տարօրինակ վիճակ է ասենք արտասահմանցիք հայ են չգիտեմ թուրք են պարսիկ են արաբ են բոլորը միծև եթե գումար չունեն կարող են մեկից մասամբ մի փոք գումար վերցնել շարունակել ասեն իրեն եղբորից իրեն հոր եղբորից եղբոր տղայից գումար կարող են մի քիչ հայթայթել այս երկում այդպես չի մեծամասնություն աշխատողները այնպես է իրենց վիճակը որ մի մասը կրեդիտ քարտի վրա ծախսում են հետո աշխատավարձ ստանում են վճարում են կրեդիտ քարտը պարտքը մաքրվում է նորից կրեդիտ քարտը օգտվում են հիմա եթե աշխատավարձ չի ստացել չի կարողանում իրեն կրեդիտ քարտը մաքրի կամ գումարը չունի որ որևէ բան կնի մենք ասացի օրեղբայր եւ քերի այս արտասահմանցիք այդպես են գումարներ կարող են վերցնել ընկերից ամերիկացիները այդպես առիթը չունեն ոչ ոք ու գումար չի տալիս սովորություն չկա այստեղ մեկը մյուսի գումար տա երբ այսպես դժվարություն եղել հիմա ինչ է պատահում սրանք որ օդանավակայաններում աշխատում են ստիպված են լինում թեև եթե գնա աշխատի հետո իր աշխատավարձը կստանա բայց հիմա գումար չունի որ ուտելիք առնի իրեն համար կնոջ համար երեխի համար այսպես վիճակում է գնում է Uber է քշում այսինքն օդանավակայան չի գնում աշխատի որովհետև փողը գումարը չի ստանա ուրեմն ստիպված է մի բան անի որ հիմա գումարը ստանա հետո կորցնում է այն մյուս գումարը բայց ստիպված է որտեղ ուրիշ ձև ապրել հնարավոր չի դա է որ
տեսնում էի այդպես ուշացում կա, որովհետև այդ անձը եթե գնար օդանավակայանում այն մարդիկ, որ security-ն են այնտեղի, ցեզ են քննում, ճամբրուկն են քննում, չեն գնում, որպես գնան կարողանան մի աշխատանք անեն, անմիջապես գումարը ստանան։ Դրա համար այդ ուշացումը ինչ որ ցույց տվի 44%-ով ուշացում է լինում օդանավակայանում, դա պատճառներ դրա։ Ես մի դադարեցնեմ, երբ վերադառնամ 6 տարեկան երեխան 2 տարի առաջ կրակել էր ուսչուհուն վիրավորել էր, դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Շահինթուրն է հովանավորում ծրագիրը։ Ձեզ են առաջարկում դեպի Բրազիլիա եւ Արժանտինա 10 օրով թուր է ամսի 15-ից նոյեմբերի մինչև 24, ես մեկ այս երկու երկիրը զանգարեք հավելյալ տեղեկությունների համար։ Ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Ամեն օր ճաշ են առաջարկում Քարավան ռեստորանում եւ ընթրիք են առաջարկում, գիշերը ուտելիք են առաջարկում։ Իսկ շաբաթ եւ կիրակի օրեր առավոտյան ժամը 8-ից հարիսա են առաջարկում ձեզ։ Առավոտյան 8-ից սկսյալ մինչև գիշեր շաբաթ եւ կիրակի օր։ Դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյանը հովանավորում են ծրագիրը։ Երկուսն էլ ատամնաբուժներ են։ Եթե որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, լինդի հետ արյունոսություն կա, պրոթեզ պիտի տեղադրեք, նոր ատամնաշար եք ուզում տեղադրեք, ցավեր ունեք, բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատմանկետում է Բրբանքում, Գլենդելի հարևանության, բայց ժամադրություն հարկավոր է։ Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունեն հարսանյաց խնջույքի եւ նաեւ հոգե հաց եթե պիտի տակ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում։ Դուք կարող եք գնալ վերցնել կամ զանգարեք, իրենք կբերեն ձեր տանը կվերադառնա։ Ես ուզեմ խոսել Վիրջինիայում քորթում ինչ էր տեղի ունենում։ Ես ես հաղորդել էի 2023 թվին մի 6 տարեկան երեխա ատրճանակը վերցնում է, գնում է դպրոց։ Մի քանի անգամ այդպես գնում է ատրճանակով։ Հետո այդ ժամանակ աշխատում են ծնողին տեղեկացնեն։ Իհարկե ծնողներին դատավարություն եղավ եւ մեղավոր դուրս եկան ծնողները, դա խոսեն եմ անցյալում։ Իսկ հիմա այդ ուսուցիչը, որ 6 տարեկան երեխան իր օրիորդի վրա, իր ուսուցչուհու վրա կրակել 40 միլիոն դոլար տատ է բացարել դպրոցի այդ շրջանի համակարգի դեմ, որովհետև ինքը եւ ուրիշներ գնում են փոխտեսչուհուն, ասում են, որ այս երեխան ատրճանակ է բերում փամփուշտը մեջը եւ միցե անուշադրության են վերածում, որտեղ մտածում են 6 տարեկան երեխան ինչ պիտի անի։ Երբեմն նայում էին իր պայուսակը, բայց երեխան էլ ճարպիկացել էր իր մոտ թաքցնում էր ատրճանակը, այսպես վիճակ է լինում, վերջը մի օր կրակում է եւ ուսուցչուհին վիրավորվում է մոտարապես 2 տարի հիվանդանոցում եւ տանը վիրահատության է ենթարկվում, որտեղ երիտասարդ է, գիտեք, ուսուցչուհին երիտասարդ է լինում 20 տարեկան է, կարողանում է վերականգնել իր առողջությունը։ Ամենայն դեպս դատ է բացարել եւ այդ դատավարությունն է, որ տեղի ունենում, ես ուզում եմ այստեղ ցուցադրել ձեզ, տեսնեք այս դատավարություն այդ դպրոցն է, որտեղ տեղի ունեցել հիմա դատարանում եք տեսնում այս դատախազության բացատրում է այս աղջկան համար, որ դատը բաց է արել, այդ Abigail տեսնում եք Զորներ, այստեղ տեսնում եք, ասում է ամեն մարդ լսել էր, ձայնը լսել էր, այս որ կրակոցի ձայնը լսել, նրանից առաջ ամեն մարդ իմանում էր, որ այս երեխան ատրճանակ է բերում, այս ուսուցչուհին է իր հիմա կամ նախկին դեմքն եք տեսնում, ուսուցչուհին է նորից դատարանի մեջ լսում է։ Սրանք ուսուցչուհիներ են, որ եկել են վկայելու, տեսնում եք այստեղ, ասում եմ մենք ասել էինք
փոխտեսչուհուն այդ մասին։ Սա մեկ ուրիշ ուշչուի, ասում է, ահու սարսափի մեջ է, իրենց ասել էի, որ հրացանով գալիս է դպրոցը, բայց ուշադրություն սա դպրոցն է, ինչ որ տեսնում եք այստեղ, եւ ինչ որ ասացի այս ուշչույները վկայություն տվին, որ դպրոցը, այսինքն ղեկավարությունը տեղյակ էր այդ մասին։ Սա փաստաբանն է Էբոնի Փարքեր փոխտեսչուհու, որ ասում է ամեն մարդ պետք է անկախ կարողանա որոշի, որ ինչ պիտի կատարի, ուրեմն այս դոկտոր Փարքերը, որ դպրոցի փոխտեսչուհին է, ուրեմն ով կարող է պատկերացնել, որ 6 տարեկան երեխան առաջին բաժանմունք նոր եկել է դպրոց, կարող է նման բան ձեռնարկի, մի ձև ընդունելի չի կամ չի լինում պատկերացնել, որ երեխան ատրճանակ կբերի եւ նաեւ կկրակի։ Երկու փաստաբանը ուրեմն այդպես է ասում, բայց ամենայն դեպս այդ ուշչուհու, այսինքն փոխտեսչուհու դիմաց եւ դպրոցի դիմաց 40 միլիոն գումարը ինչ որ վնաս պահանջում են civil court-ը սա, որտեղ criminal court-ում մեղավոր եղան այդ դպրոցի համակարգը այդպես մեղավոր եղել, հիմա գումարային մասն է ինչ որ տեղի ունենում։ Ես ուզում եմ խոսել Amazon-ի մասին խոսել հիմա։ Amazon-ը երկրորդ ամենախոշոր ընկերությունն է Ամերիկայում, որևէ ընկերություն այսքան մեծ չի, ինչ Amazon-ն է, 1,510,000 մարդ աշխատում է, իսկ ամենախոշոր ընկերությունը Walmart-ն է այս երկրում, որ 2,100,000 մարդ է աշխատում։ Ամենայն դեպս Amazon-ը որոշել է, որ AI, Artificial Intelligence, օգտվի եւ մարդկանց շատ չօգտագործի, որովհետեւ մարդու ծախսերը, պատկերացրեք, մեքենան շատ էժան է, հիվանդություն չկա, բժշկական չպիտի վճարի, չի կարող մի օր հիվանդանա, անընդհատ կարող է աշխատի 24 ժամ, մարդիկ 8 ժամ պիտի աշխատեն, 5 օր ավել չպիտի աշխատեն եւ ասացի բժշկական եւ ուրիշ խնամքի ծախսերը անհավատալի է։ Ուրեմն Amazon եւ ուրիշ ընկերություններ մեքենաներ են օգտվում AI-ի միջոցով, Artificial Intelligence-ի միջոցով կարող են նույն աշխատանքները կատարել։ Իրենց management-ի մասը Amazon-ի 350,000 մարդ է ապրում, որ 10% հիմա օգտագործման համար, այդպես ասում է, որ էլ կարիքը չունի, կարող է պակսացրել է եւ պակսացնում է այդ աշխատողների թիվը։ Հիմա անցնենք առաջ, տեսնեք այստեղ Amazon-ն է երկրորդ ամենամեծ ընկերությունը Ամերիկայի, որ ամեն ինչը մեքենայացված է, 14,000-ի պետք է աշխատանքից անի եւ ավել մեքենաներով աշխատանքը տեղի ունենա, Amazon-ն եք տեսնում։ Ասում է, որ այս AI-ի այս նոր տեսակը տեխնոլոգին ինտերնետի միջոցով տեղի ունենալու, բայց մենք աշխատանքի նաև մարդիկ պետք է լինեն, որ այդ սիստեմները աշխատեն, սիստեմները նորոգեն եւ այլն, բայց ամենայն դեպս պակսեցնում է Amazon-ը իր աշխատակազմը։ Հիմա ուրիշներ նաև, այսպես ուրիշ ընկերություններ նաև մեքենաներով ամեն ինչը կարողանում են տեղափոխեն, եւ փոփոխություն տան, այսպես մարդկանց կարիքը չունեն։ Amazon-ն ասում է, աշխարհը փոխվում է շատ արագորեն, այս generation-ը AI-ի փոփոխական տեխնոլոգիա է եւ ինտերնետից հետո սա նորությունն է, որ եկել է եւ մենք նաեւ փոխելու ենք այնինչ ունենք 48,000 աշխատատեղի իջեցրել է։ Հիմա մենակ նա չի, Facebook-ը տեսնում եք այդտեղ ուրիշ ընկերությունները Intel, որ հիմա մեծ ընկերություններից մեկն է, բոլորը այսպես սկսեն են կրճատել, այսինքն աշխատողների թիվը
պակսեցնում են, որովհետև կամպյուտերային այս AI-ի միջոցով կարողանում են իրենց աշխատանքները կատարեն։ Ես ուզում եմ հիմա ձեզ ցույց տալ, որ նախագահ Թրամփի հրամանով նորից ռմբակոծեցին նավեր, ինչ որ Կարիբիան եւ Վենեսուելայի սահմաններում են երկու նավը ռմբակոծեցին եւ սպանեցին 14 հոգու։ Հիմա մի խումբ դեմոկրատները բոլորը դեմ են այս Թրամփի այս աշխատանքին, ռիփաբլիկաններ նաեւ այդտեղ դեմ են, Rand Paul-ը այն ռիփաբլիկան սենատորն է, որ հարցրերն էր այսօր սենեթում հարցնում էր, որ նրանք որ մահացել են, կրակել են, կսպանվել են, ուրիշ ռիփաբլիկաններ նաև դեմ են այս հարցին, որ գնան ռմբակոծեն, ասում են անունները, եթե մեկին արժանի է սպանության, անունը ինչ է այդ անձնավորությունը, որ դուք սպանել եք։ Դուք իսկի չգիտեք, որ անձը ով է, միայն գնալ ռմբակոծել եւ հետո ասել, որ սրանք դրակ վաճառողներ են, դա որևէ աշխարհի օրենքին դեմ է, ասում էր Rand Paul-ը այսօր այդ հարցեր տալիս այդ մասին։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցույց տալ ձեզ, այսպես տեսնում եք, մինչ հիմա 43 հոգի էին կրակել սպանել, սա հոկտեմբեր 27 3 էր, երկու նավն էր, երկուսի մեջ 14 հոգի մարդիկ կային, ռմբակոծում են, սպանում են, ասելով, որ սրանք դրագ էին փոխանակում, բայց որևէ փաստ չեն ներկայացրել, ոմանք մեղադրում են, ասում են, սրանք ձկնորսներ են։ Նախագահ Թրամփը այստեղ տեսնում եք Ժապոնիա էր գնացել, այս մասին ինքը ասում է, որ տեղի ունեցել, նման հարձակում տեղի ունեցել, եւ սա Rand Paul-ին եք տեսնում, ինչ որ ձեզ ասում եմ նախապես հարցականի տակ էր առել, այսպես ռիփաբլիկան է իհարկե, Թրամփին շատ մոտ սենատորը իր հայրը նաև ներկայացնի տան անդամ է եղել եւ դեմ է այսպես առանց դատավարություն այս երկիրը հիմնված է այնտեղ ասում է որ մեկը եթե մեղավոր է նախ պիտի տատի տալ եթե արժանի է կախաղան բարձրացնել հետո կախաղան բարձրացնել եթե մենք չգիտենք անգամ կառավարություն չգիտե ով կա այդ նավի մեջ այս աշխատանքը անհավատալի եւ սխալ աշխատանք է ասում է սենատոր բոլորը սրանք մդերո Վենեսուելայի նախագահի համար են որ ռազմանավեր նախագահը ուղարկել է այդտեղ եւ ամենախոշոր ռազմանավերից Ջերալդ Ֆորդ 5000 այդ նավաստիներ այդ նավայի մեջ են զինվորականներ 10000 զինվորականներ սահմանին վրա են 5000 այդպես ավելանալու է նպատակն է ոչ ոք չի մտածում որ ամերիկան ուղակի զորք կիջեցնի Վենեսուելայում հույս ունեն այսպես իր ընդդիմադիրները դուրս կգան որպեսզի կարողանան աշխատանքից հանեն իրեն սա ռազմանավն է որ գնում է դեպի Վենեսուելա մի քանի օրից կհասնի այնտեղ մինչ հիմա Իսրայելի սահմանին մոտ էր սա մեկ ուրիշ դեմոկրատ սենատոր է որ ում են սպանում ով են նրանք որ նավակի մեջ են ինչ տեղեկություն ունեն բայց այդ հարցերին բողոքում էր որ չի պատասխանում կառավարությունը ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ health-care-ի մասին եւ այսինչ որ քիչ առաջ նաև ասացի ներկայացնի տուն եւ սենատը փակ են այդ մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում Չոփորյանները 3-ը փաստաբաններ են ձեզ են առաջարկում եթե ավտովթար եք ունենում accident եք ունենում ձեր մտահոգությունները հանձնեք իրենց զանգարելով այս հեռախոսահամարին ինչ որ տեսնում եք պաստառի վրա 244 47 47 ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն հովանավորում եթե ալերգի եւ ասմա ունեք զանգարեք այս հեռախոսահամարին Գլենոքս փողոցի վրա է գտնվում իր բժշկական կենտրոնը
Երևան Shipping ովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping-ը երկու կենտրոն ունի՝ Lancashire փողոց, North Hollywood, Glendale-ում, East Palmer եւ Adams փողոցի վրա։ Ձեզ է առաջարկում Երևան Shipping ծանրություն եք Հայաստան ղրգելու համար օթանավով pound-ը $2.99 Ուրեմն մի pound ղրգեք $2.99 եք տալ։ Մի քանի օր հետո ձեր ազգականը ինչ որ ղրգեն եք կստանա։ Իսկ եթե գումար պիտի փոխանցեք, ամենաեժանն են առաջարկում $100 ղրգեք $1 եք տալիս, այսինքն 1%։ $500 ղրգեք $5 ընդամենը պիտի վճարեք, որպեսզի ղրգեն Երևան ձեր ազգականին։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիր։ Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է։ Երկու հարկի մեջ Pasadena-ում Glendale-ի անմիջապես հարևանության է գտնվում 600 դաշնամուր այնտեղ գոյություն ունի ամերիկյան, ժապոնական, չինական, կորեական, չգիտեմ, որտեղ դաշնամուր են պատահում, գերմանական դաշնամուրը այդտեղ կգտնեք ամեն տեսակ $1,000-ից մինչև $500,000 դաշնամուր կգտնեք այդտեղ։ Դոկտոր Թավանսի ովանավորում է ծրագիրը։ Եթե աչքերի հետ խնդրեմ ունեք, ագնոցի կարիք ունեք, ագնոցը պիտի ձերը փոխեք, լենզ պիտի տեղադրեք, այս հեռախոսահամարն է 7 տարբեր կենտրոններում է գտնվում այս ագնաբուժը, սա հեռախոսահամարն է ժամադրություն վերցնելու համար Glendale-ում Jackson փողոցի վրա է կվերադառնա։ Ներկայացների տուն փակ է եւ իրենք գնացել են իրենց տարածքները ինչ որ ներկայացնում են։ Սենեթը աշխատում է Ամերիկայի, բայց ասացի ներկայացների տան անդամները այնտեղ չեն եւ հիմա ինչ է խոսում այս մասին։ Ոմանք խոսում են, որ Թրամփը երրորդ նստաշրջան ունի, այսինքն այս նստաշրջանը ավարտվում է մեկ անգամ էլ ընտրվի որպես նախագահ։ Այս երկրի սահմանադրությունը ասում է Ֆրանկլին Ռուզվելթից հետո, որ 4 անգամ նախագահ ընտրվեց եւ խիստ հիվանդ էր դեռ շարունակում էր, մտածեցին, որ հարմար չի սահմանափակենք նախագահները ընդամենը 2 անգամ ծառայեն այս երկրին։ Նրանից հետո չեն կարող նորից ընտրել։ Իմ առաջարկությունը այս է ներկայացնի տան խոսնակը դարձնեն Թրամփին։ Ներկայացնի տան խոսնակը ստիպված չի, որ մեկ հոգի լինի, որ ներկայացնի տան անդամ է, կարող է խոսնակը դրսից հրավիրեն, տարբեր թեորիներ կա, գաղափարներ կա։ Հետո նախագահ, փոխնախագահ ռիփաբլիկան եթե ընտրվեն, հրաժարվեն երրորդ, ուրեմն այս երկրի նախագահն է, հետո փոխնախագահն։ Եթե երկուսը տերորի ենթարկվեն կամ հրաժարվեն, ներկայացնի տան խոսնակը դառնում է նախագահ, ուրեմն Թրամփը դառնա նախագահ։ Ամենայն դեպս ոմանք առաջարկում են սահմանադրությունը փոխել, որ երկու նստաշրջան չլինի։ Սահմանադրություն փոխել այս երկրում շատ դժվար աշխատանք է, առնվազն 10 տարի է տևում, երբեմն սահմանադրություն փոխելու համար 30 տարի, 40 տարի տևում է մինչև մի բանը սահմանադրության մեջ համար աշխատանքի համար փոխել։ 300 նահանգները պետք է քվեարկեն այդ ինչ որ առաջարկվում է։ Հիմա մտածեք, այստեղ 300 ռիփաբլիկան նահանգ չկա, որ իրեն քվեարկեն, մեկ, հետո դժվար է նաև 300 քվեարկություն ունենալը դժվարին հարց է։ Իսկ ավել 300 նահանգները պետք է քվեարկեն եւ հետո ներկայացնի տան մեջ եւ սենեթի մեջ 2/3-ը պետք է իրենք քվեարկեն, որ սահմանադրությունը փոխեն։ Ուրեմն հնարավոր չի եւ ասացի, եթե հնարավոր է լիներ 10 տարից ավել կտևեր, ինչ որ այսօրվա ներկայացնի տան խոսնակը Ջոնսոնը քիչ հետո ցուցադրեմ, նա է ասում, որ ես Թրամփին բացատրեցի, ինքը այսպես համասարանի պրոֆեսոր է եղել լայի constitutional law սահմանադրության մասնագետ է,
ասացի նախագահին, որ դա հնարավոր չի, 10 տարիներ պետք է տևի, այդպես հնարավոր չի։ Հիմա ամենայն դեպս նաև health-care-ի մասին, որտեղ կառավարությունը փակ է, որտեղ բյուջետ չունեն։ Պետք է իրենք բյուջետը հաստատեն, որ կառավարություն կարողանա իր աշխատանք շարունակի։ Հիմա կառավարության համար մոտավորապես 4 միլիոն մարդ է աշխատում, 1.400.000 զինվորականներ են աշխատում։ Աշխատավարձ ոչ ոք չի ստանում։ TSA գնում եք օդանավակայան այդ ոստիկանների ինչ որ ճամբրուկ եւ այլն, նրանք աշխատավարձ չեն ստանում, քիչ առաջ վերևում խոսեցի այդ մասին, ոչ մեկը աշխատավարձ չի ստանում եւ դրա համար դժվար կացություն է ստեղծվել հանրության համար։ Եվ եթե ինչու հիմա փակվել է, որտեղ ռեփաբլիկանները մեծամասնություն են, ներկայացնի տանում է սենեթում եւ նախագահը այդպես է։ Իրենք վերեն են, ասում են այսպես պիտի այս տարի, որ գալիս է, այսպես պիտի ծախսել գումարները, ինչ որ կառավարությունը ունի։ Դա դրա մեջ երկու հարց կա, որ դեմոկրատները խիստ խնդրեմ ունեն այդ հարցի հետ։ Մեկը այս Affordable Care Act, Obamacare, այդ 22 միլիոն, հիմա քիչ հետո կտեսնենք այստեղ գրում է 20 միլիոն, բայց 22 միլիոն մարդ այս երկրում օգնություն է ստանում, Obamacare է ստանում։ Այսինքն, եթե անձը աշխատում է իր աշխատավարձը, նա որ աշխատում է, աշխատավարձը բարձր չի, կառավարությունը իր համար վճարում է, որպեսզի կարողանա առողջապահական ապահովություն ունենա։ 27,000 ծախսն է այդ անձիկին այդ առողջապահական ապահովությունը տալ։ Անձը ինքը մոտարապես 2700-3000 դոլարն է տալիս, մնացածը կառավարությունն է տալիս, որ ինքը կարողանա health care ունենա, նա որ աշխատում է։ Դա մեկ խնդիրն է, դեմոկրատները ասում են այդտեղ չեք կարող կրճատեք կամ լրիվ հանեք այդ հարցը, մենք չենք համաձայնվելու։ Երկրորդ հարցը, որ դեմոկրատները չեն համաձայնվում, այս հարցն է, որ food stamp-ը կամ ավել շուտ Medicaid-ը նաև։ Medicaid-ը այն հարցն է, որ այստեղ medical է կոչվում, դրա խնդրեմը կա։ Եվ նաև SNAP կամ food stamp-ի համար կրճատումները այդտեղ բոլորը այդ հարցերն են, որ դեմոկրատներն են միշտ պահում, պաշտպանում այդ հարցը։ Եվ դեմոկրատները ասեն, եթե ռեփաբլիկաններ դուք չհամաձայնում եք մեր հետ այս երկու հարցերի վրա, մենք չենք քվեարկելու։ Եվ այսպես մնացել են ու չենք քվեարկում, ուրեմն այս երկիրը բյուջե չունի, որ կառավարության տերները բացի։ Դրա համար ամեն ինչը հիմա փակ է։ Ասացի այսօր հոկտեմբերի 28-ն է, կրկնությունը դուք վաղը կտեսնեք եւ չի թվում նախագահ Թրամփը գտնվում է հեռու արևելքում 5-7 օր նոր պիտի հանդիպի Չինաստանի նախագահի հետ, որոշ համաձայնությունների կան, մեղմացնեն հարաբերությունը խիստ խզված է Ամերիկայի Չինաստանի, ուրեմն այսպես բարդություն կա։ Միշտ այսպես է, որ նախագահները այսպես էլի պատահեն է, որ անհամաձայնություն է եղել։ Բայց 2 օր, 5 օր, մի շաբաթում կարողացել են լուծել։ Սա երկրորդ ամենաերկարատև ժամանակն է, որ կառավարությունը փակ է, ինչ որ ասացի 28 օր է, բայց թվում է դեռ մի քանի օր պիտի տևի, իսկ ամենաշատ երկարատև կառավարության աշխատանքը փակված է եղել նախագահ Թրամփի առաջին նստաշրջանի ժամանակ 35 օր այսպես հակասություն կար երկու կուսակցության միջև եւ չկարողացան համաձայնվել։ Ես ուզում եմ հիմա ձեզ ցուցադրել, որ ինչ է տեղի ունենում, այստեղ տեսնում եք նրանք, որ food stamp եւ այլն պետք է SNAP դա փակվելու է, այսինքն չեն ստանալու։ Նրանք, որ հիմա նահանգներ սու են արել Թրամփի վարչակազմին, SNAP-ի համար, այդ food stamp-ի համար, որ հանրությունը էլ չի ստանալու, եթե այսպես շարունակվի, այստեղ տեսնում եք, մոտավորապես 25 նահանգներ են տեղինով տեսնում եք, եւ այդ դատը բաց են արել
նախագահ Թրամփի վարչակազմի դեմ։ Իսկ սա նահանգապետն է Կալիֆոռնիայի, որ եղել է մասամբ ռահվիրան, ինքը ցանկություն ունի ասել է, որ կմասնակցի հաջորդ նախագահական ընտրությանը, որը տեղի ունենալու 2028 թվին, եւ ասում է ամոթ է, որ մարդկանց ուտելիքը կտրում է նախագահը։ Իսկ նրանք, որ չեն ստանալու food assistant, ուտելիքի օգնությունը չեն ստանալու, տեսնում եք այստեղ 48 նահանգ այսպես չեն ստանալու, եթե այսպես շարունակվի, գումար չկա, որ օգնեն, օրինակ այս կինացը փոք երեխա ունենք, եւ հիմա ուրիշ մարդիկ օգնում են, նաեւ տեսնում եք օդանավակայանում ասացի աշխատողները չեն աշխատում, որովհետեւ ասում են պետք է գնամ ուրիշ աշխատանք անեմ, եթե աշխատավարձս հենց հիմա չստանամ, չեմ կարողանում կյանքը տնօրինեմ, դրա համար ուշացում քիչ առաջ ցույց տվի։ Հիմա իրենց թղթիկ են տալիս, որ պետք է առաջին ամսի 18-ին ստանային, իրենց տվեն են, միշտ գրում էին, որ ինչքան են վճարել, այստեղ տեսնում եք net pay 0, pay period, այս թվից այն պետք է տեսնում եք pay date 10/28/2025, բայց իրեն 0 գումար, որտեղ կառավարություն փող չունի, որ տա, այս բարդությունն է ինչ որ ստեղծված հիմա դեմոկրատները միայն ասում են, եթե Օբամակերը եւ tax credit, այսինքն ինչ որ օգնում էին մարդկանց, եթե դրանք չհամաձայնվեք, մենք չենք համաձայնվի, ուրեմն կառավարությունը կմնա փակ, որովհետեւ եթե ոչ, այդ հելքերը ինչ որ ստանում են մարդիկ, հիմա եթե 3000 են վճարում, պետք է իրենք 27000 վճարի այդ մարդը, եւ բնականաբար այն որ 3000 է տարեկան վճարում, աշխատավարձը քիչ է, որ թույլ են տալիս կառավարությունը իրեն օգնություն է տալիս։ Այստեղ տեսնում եք 20 միլիոն մարդ այդ Օբամակերն ունի, բայց ավելի ճիշտ 22 միլիոն մարդ այդ վիճակում է, որը չեն ունենալու այդ կարճ ժամանակ հետո, եթե սա դեմոկրատի սենատի ղեկավարն է, որ ասում է մենք չենք համաձայնվելու, մինչև այս երկու հարցը լուծվի երկու կուսակցության միջև։ Մինչ չի լուծվել, այսպես կառավարություն մնալու։ Հիմա հետաքրքիր սա ռիփաբլիկան է, այս կինը, ում որ տեսնում եք, այստեղ, որը այնտեղ տեսնում եք իրեն Marjorie Taylor Greene, ասում է, որ գիտեք, ներկայացնի տան անդամները մոտավորապես 170,000 աշխատավարձ ունեն, բայց ոմանք միլիոնատերներ են, մեծամասնությունը 90%-ից ավել սենատի ու ներկայացնի տան անդամները իրենք միլիոնատեր մարդիկ են, բայց սա այս կինը ռիփաբլիկան է եւ այդպես չի, Ջորջիա նահանգից է, ասում է ես եւ իմ երեխաներս խնդրեմ ունենք, հարգանք պիտի ունենալ եւ պահանջում եմ, թեև ռիփաբլիկան է, ներկայացնի տան խոսնակին, ասում է որ Ջոնսոն, որն է, եթե չեք համաձայնվում, բայց որն է, որ դուք այդ առողջապահական ապահովագրություն մարդկանց ինչպես եք տալու, բացատրեք, որն է ձեր ծրագիրը, միայն փակել եւ ասել կրճատում եք կատարում, պիտի ի փոխարեն մի ծրագիր ներկայացնեք, բողոքում է այս ռիփաբլիկան կինը եւ 5 ուրիշ սենատորներ նաեւ կան մտահոգություն են արտահայտվում, մենակ Rand Paul-ը քիչ առաջ ցույց տվի ռիփաբլիկան, որ ինքը բժիշկ է, այսինքն medical doctor է, նա նաեւ բողոքում է այս հարցերին։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, նախագահ Թրամփ ասացի քիչ առաջ Ճապոնիայում է, դա ցուցադրեմ ձեզ եւ North Carolina-ի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market Burbank-ում հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market-ը ձեզ առաջարկում պատրաստի ճաշ, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, այստեղ տեսնում եք 324 հատ Glen Oaks փողոց Burbank, անմիջապես Glendale-ի հարևանության։
Court Furniture-ն է ով անավորում այս ծրագիրը։ Court Furniture-ը Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերների խանութներից է, 100-ից ավել խանութ ունի Ամերիկայում մեկ, Glendale-ում Central-ի Մրթել փողոցի վրա, Euclid փողոց եւ 405 freeway-ի հատման կետում Orange County-ում, Santa Ana-ում խանութներ ունեն, New York, Florida, Houston, ամենտեղ խանութներ ունեն, կարող եք այցելել, գրասեղան, սեղան, աթոռներ, բայց նամանավանդ նոր մատրես կնելիս։ Yugo ընկերությունն է ով անավորում ծրագիրը։ Yugo-ն ձեզ է առաջարկում, եթե նախ որ գտնվում է Sunset փողոցի վրա Հոլիվուդում, Լոս Անջելեսում, եթե մի ծանրուց իրենց հանձնեք, նույն համավասար ծանրոցը, տարբեր չափերի ծանրոցներ կա, գիտեք, նույն համավասար ծանրոցը երկրորդը անվճար Հայաստան են տանելու ձեզ համար։ Իսկ օթանավով եթե պիտի ծանրոց խրկեք, մի փանդը $2.99 է։ Իսկ եթե գումար եք ուզում փոխեք Հայաստան, իրենք 2% են չարժանում, բայց գումարը կտանեն Երևանում տանը կհասցնեն։ Ում որ ուզում եք խրկեք, գումարը կտանեն տանը, կհանձնեն ձեր ազգականին։ Ծրագիրը հովանավորում է Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, bankruptcy պիտի ֆայլանեք, accident ունեք, այս հեռախոսահամարին զանգեք։ Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այստեղ զանգարեք։ Glendale-ում 616 իսկ Lennox փողոցը կվերադառնա։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանք։